Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական խորհրդակցության ժամանակ բարձրաձայնեց հանրային տրանսպորտի ոլորտում առկա խնդիրները եւ կոշտ քննադատության ենթարկեց պատասխանատուներին։ Նա ընդգծեց, որ ավտոբուսի վարորդները պետք է ակտիվորեն ներգրավվեն ուղևորցի հավաքագրման գործընթացում, նշելով, որ դա անմիջականորեն կապ է նաեւ նրանց արտաժամյա աշխատանքի վճարումների հետ։ Քաղաքապետը նաեւ հանձնարարեց ներկայացնել Երևան ավտոբուսի ֆինանսական հաշվարկները բարձելու համար լրացուցիչ միջոցների անհրաժեշտության պատճառները։ Հավաքագրումից պարոն Կիրակոսյան նաև կախված է արտաժամյայի վճարումները։ Ուզում եմ սա շատ հստակ եւ ուղիղ եթերով ասել, որովհետեւ չի կարող լինել մի իրավիճակ, երբ որ մենք մեր բոլոր աշխատակիցներին, մեր բոլոր վարորդներին նորմալ վճարում ենք բոլոր արտաժամյաններով եւ իրանք որևէ կերպ որևէ process-ին չեն մասնակցում, մասնավորապես հավաքագրման process-ին չեն աջակցում։ Եվ սա իրականում երևի թե նրանց մեղքն է չի, սա ձեր դրվածքն է, որը առաջին օրվանից ես ասել եմ, որ անընդունելի է։ Քաղաքում նախատեսվում են նաև թվայնացման հետ կապված քայլեր։ Առաջիկա օրերին ամբողջությամբ կգործարկվի Yes Parking բջջային հավելվածը, որը հնարավորություն կտա վարորդներին վճարել կայանման համար, ըստ փաստացի օգտագործված ժամանակի, նաև հետևել կայանատեղիների ծանրաբեռնվածությանն ու ստանալ տուգանքների մասին տեղեկություններ։ Եվս մի խնդիր, որի մասով շատ է հնչել, որ տուգանվելու դեպքում փոստային համակարգով ծանուցումների դեպքում շատ ժամանակ մեր քաղաքացիները միայն հարկադիր կատարման ծառայության փուլում էին տեղեկանում տուգանքի առկայության մասին, երբ որ հայտնաբերում էին, որ այս կամ այն հաշվի վրա դրվել է արգելանք, բացի այն, որ վճարման միջոցների դյուրինացումը բերելու է ի սկզբանե տուգանքների չձևավորման, բայց նաև հնարավորություն է լինելու տրանսպորտային միջոցը քո սեփական ավելացնես եւ պարբերաբար կարող ես ստուգել առանց ամեն անգամ ինչ որ հավելյալ տվյալներ մուտքագրելու, որպեսզի տեսնես տուգանք կա թե չկա, եթե կա նաև նույն հավելվածի միջոցով վճարես։ Բացի այդ, քաղաքապետը խոսեց նաև շինհրապարակներում վերահսկողության խստացման մասին, նշելով, թե վարչական պատասխանատվության կենթարկվեն բոլոր նրանք, ովքեր չեն ապահովի սահմանված նորմերը։ Բոլոր շինհրապարակները, որոնք որ Երևան քաղաքում առկա են, որոնք որ չեն համապատասխանում ավականու որոշմանը, բոլորը պարտադիր պետք է տուգանվեն եւ բոլորի նկատմամբ վարչարությունը պետք է իրականացվի եւ սա այսպես եղել է, բայց ուզում եմ հատուկ շեշտել, որ այս տարի էլ ավելի մեծ քանակով եւ ծավալով ուշադրությունը պետք է սևեռենք դրա վրա, որովհետեւ նաեւ դրանից կախված է իրենց հաջորդ տարվա հնարավոր արտոնությունները ժամկետների երկարաձգման մասով։ Նա նաև կոշտ դիրքորոշում հայտնեց ապօրինի շինախ թափողների նկատմամբ, առաջարկելով նույնիսկ չեղարկել նման կազմակերպությունների շինթույլտվությունները։ Եկեք հələ մի հատ հասկանանք մոտավորապես որ շինհրապարակներն են, որ այդ տեսակ գործելավոճ ունեն, գտնենք մեթոդը իրանց շինթույլտվությունները չեղարկելու առհասարակ, թող գնան սննկանան դրանք։ Որովհետև եթե այդպես փնթի են իրենք իրենց էությամբ եւ իրենց մոտեցումներով, որ իրենց շինախը որտեղ պատահի կարող են տանել թափել, պետք է իրենց շինթույլտվությունները չեղարկել։ Ու իրավական մեթոդները Տիկին Ստեփանյան, խնդրում եմ ուսումնասիրել, ես վստահ եմ, որ դրանք կան եւ մի քանի հոգու sense որ լավ վերջնականապես կտրենք տենց այս process-ն էլ եւ երևույթն էլ կվերանա։ Փոսալցման աշխատանքները պետք է շարունակվեն առանց դադարների, իսկ աղբահանության ոլորտում առաջնահերթությունը ոչ թե նոր աղբավայրերի ստեղծումն է, այլ աղբի վերամշակման գործարանի կառուցումը, նշեց քաղաքապետը, ապա անդրադարձավ բնապահպանական խնդիրներին։ Նա նկատեց, որ վերջին տարիներին Երևանի կանաչ տարածքները զգալիորեն ավելացել են, սակայն օդի որակի բարելավումը մնում է օրախնդիր։ Դա ըստ քաղաքապետի հիմնականում պայմանավորված է կլիմայական գործոններով։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։